Շուրջ 2 տասնյակ հասարակական կազմակերպություններ իշխանություններին կոչ են անում նոր ընտրական օրենսգրքում ամրագրել քվեարկությանը մասնակցած մարդկանց անունների հրապարակումը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սա համարում են մի շարք ընտրակեղծիքներ կանխող մեխանիզմ։ Նախաձեռնության հեղինակ իրազեկ քաղաքացիների միավորման անդամ Դանիել Յոհաննիսյանը այս օրերին դատարաններում քննվող կրկնակվեարկության գործերն է օրինակ բերում։ 1, 2, 10, 20 դեպք կարող են արձանագրել, ուղարկել մարդկանց դատարաններ, բայց իսկ ինչքան դեպքեր կան, որոնք այդպես էլ չբացահայտված մնացին եւ որոնք կարող էին կանխվել, եթե ընտրողների ցուցակները, մասնակցած ցուցակները հրապարակվեին։ Հաշվի առնելով իշխանական ճամբարում նկատվող մերժողական տրամադրությունները, հասարակական կազմակերպություններն իրենց հայտարարությունը նաև Վենետիկի հանձնաժողով են ուղարկելու, հորդորելով դրական եզրակացություն չտալ Երևանից ստացած ընտրական փաթեթին, եթե դրանում տեղ չգտնի ցուցակները գաղտնազերծող դրույթը։ Նախաձեռնությանը միացած Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնաս Տիգրանյանը եզրակացրել է, ինչու է իշխող հանրապետականն այսպես կտրուկ մերժում այս պահանջը։ Ցանկալի արդյունքները ստացվում են բացական անձանց փոխարեն քվեարկությամբ։ Հերքում են, որ դրանք մերկապահանոց հայտարարություններ են, որ սուտ են, ես դա կարող եմ հերքել միայն իմ օրինակով։ Հանրաքվեի օրը իմ փոխարեն քվեարկել են իմ տեղամասում եւ ով որ իբրև քվեարկել էր իմ փոխարեն, նա քվեարկության ընդհանրապես չէր մասնակցել, դա ես բարձել եմ զուտ իմ հետասիրողական հետաքրքրությունը բավարարելու համար։ Չեք անցկացնի նախաձեռնությունը, որ ձևավորելով ժողովրդավարության ազգային պլատֆորմ առաջիկա օրերին օրենսգրքի վերաբերյալ առաջարկությունների իր փաթեթն է ներկայացնելու, եւս միացել է հայտարարությանը։ Չեն ուզում որևէ զիջում կատարել, որովհետեւ դա գլխավոր գործիքն է, դրանով են հիմնականում մարդի բազմակի քվեարկություն, տեղը ստորագրելով լցոնումներ եւ հենց ցուցակների գաղտնիության շնորհիվ թույլ տալիս իշխանությունը կատարել այդ կեղծիքները։ Արմեն Գրիգորյանը եւ Դանիել Յոհաննիսյանը տարակուսած են իշխանությունների հակափաստարկից, թե հրապարակելով քվեարկողների անունները կխաթարվի նրանց անձնական կյանքի գաղտնիությունը։ Հայաստանյան օրենսդրությամբ գաղտնի է քվեարկությունը, թե ում ես ընտրել, բայց ոչ մասնակցությունը։ Գիտեմ, չադրով չեն գնում ընտրական տեղամաս։ Բազմաթիվ մեխանիզմներ կան իմանալու, թե այս կամ այն անձը եկել է ընտրական տեղամաս, թե ոչ։ Նամանավանդ 21-րդ դարում, երբ որ կան տեսախցիկներ, կան հանձնաժողովի անդամներ, կան դիտորդներ ու բոլորը տեսնում են դա, ասենք մարդը չի կարող գաղտնի գնա ընտրատեղամաս քվեարկի։ Պարզապես դեմագոգիա է իրանց կողմից, որ իրենք պաշտպանում են մասնակցության գաղտնիության իրավունքը, որովհետեւ Մերժելով ընդդիմադիրների այս պահանջը, ժամանակին իշխանությունները Վենետիկի հանձնաժողովն էին վկայակոչում։ Հերիքնաս Տիգրանյանը մատնացույց է անում ԵԱՀԿ-ԺՄԳ-ի օրերս հրապարակած զեկույցը, որն ընդգծում է, ցուցակների հրապարակումն արգելված չէ միջազգային իրավունքով, կիրառվում է որոշ երկրներում։ Եվրոպացի դիտորդներն անգամ Միացյալ Թագավորության օրինակն են բերում։ Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը ըստ Տիգրանյանի քիչ թե շատ վստահություն կապահովի, այդ գործիքը պետք է օրենքով ամրագրվի։ Այլապես ցանկացած մեխանիզմ դա կլինի էլեկտրոնային քվեարկություն, կդառնա անարդյունավետ եւ նորից կասկածելի։ Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներն առայժմ չեն հրապարակում տեքստը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքներում ներգրաված չէ, բայց հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը արմատական է տրամադրված։ Միանշանակ խախտի իմ կարծիքով քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Ես մնում եմ իմ տեսակետին։ Իդեպ այդ տեսակետը համահունչ է նաեւ նշված հարցի վերաբերյալ ձևավորված միջազգային ստանդարտներին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հակադարձում են, պետք է հաշվի առնել երկրում ստեղծված մթնոլորտը, նաև ընտրացուցակների վիճակը։ Հայաստանի ընտրողների ցուցակում Կամալացիա Սեբաստիայի բնակիչ, ով 1885 թվականի ծնված է։ Այն պարագայում ես աշխարհում ամենատարեց մարդը 1899 թվականի ծնված է։ Տարեցը քվեարկել այդ օրը թե չէ։